Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Անկեղծ ասած, ես տեղյակ չեմ, ինչ միջոցների հաշվին է դա տեղի ունեցել։ Մենք եկամուտներ ենք հավաքագրում կամ ապահովում ենք հարկվճարողների կողմից մուտքը մեր պետական բյուջե, ծախսային ծրագրերով չենք զբաղվում։ Դրա համար տեղյակ չեմ, ինչ ծախսերի մասին է խոսքը։ Կառավարության դիմաց հավաքված հետևոտ մի րոպե հերթով։ Դուք մի քիչ առաջ հարց տվեցիք, հիմա լսենք գործընկերը չէ, հետո վերադառնանք ձեզ։ Որտեղ ասացիք եւ վստահաբար այցելում եք եկեղեցի։ Դուք երբ որ եկեղեցի եք գնում, եկեղեցին ձեզ համար չուլայանոց է, որտեղ օրինակ տեսել եք կոշիկներ կամ կառավատ վարչապետի բառապաշարով ասած։ Ես այնտեղ որտեղ որ այցելել եմ, չեմ տեսել անձամբ, եթե նման արտահայտություններ են եղել, ենթադրաբար ինչ որ տեղերում ինչ որ բաներ են նկատվել, դրա համար է այդ արտահայտությունը եղել, բայց ելի եմ ասում, դա իմ մեկնաբանության հարցը չի։ Արչև իսկ հավաքված քաղաքացիները առևտրով զբաղվող տնտեսվարողները նրանք դժգոհություններ ունեն, ասում են, որ հարկերի բարձրացումը դժվարացրել է իրենց կյանքը։ Այս դեպքում այս խնդիրներն ինչպես է լուծվելու, որովհետև փոքր եւ միջին ձեռնարկատերերը ասում են, որ շուտով փակվելու է մեր տնտեսությունը։ Ենթադրում շրջանառության հարկի փոփոխությունների մասին եք խոսում։ Այո, տևական ակցիաներ տեղի ունեցան, ես ինքս անձամբ բոլորի հետ էլ հանդիպել եմ, տարբեր ակցիաների ներկայացուցիչների հետ հանդիպել ենք, բացատրել ենք, ավելին ասեմ, տեսեք ինչն է հիմնական խնդիրը։ Հիմնական խնդիրը նա է, որ մարդիկ անհանգստանում են փաստաթղթավորել իրենց վաճառքները եւ իրենց ձեռքբերումները եւ ավելի շատ նախընտրում են մնալ ստվերում եւ ավելի մեծ եկամուտներ ստանալ այլ հավասար պայմաններում։ Հիմա մենք ինչ արեցինք, կառավարությունը ընդառաջ քայլ արեց, ասեց, քանի որ դուք անհանգստություն ունեք հարմարվելու նոր մոտեցումներին, գույքագրելու մասին եք խոսում, իրենք ասում են, որ խնդիրներ է դա ստեղծում եւ գույքագրել։ Հիմա դա իրականում վաղուց է դա հայտարարված, ասենք տարի, եթե ոչ 2 տարի այդ հարցերը քննարկվել են եւ ընդամենը հունվարի 1-ից ներդրվել է։ Հիմա ինչ արեց կառավարությունը։ Կառավարությունը ասեց, լավ, ընդառաջ գնաց 6 ամիս աջակցության ծրագիր ներդրեցինք, որից օգտվելով հարկ վճարողները շրջանառության այդ ժամանակաշրջանի համար կարող էին իրենց հարկային պարտավորությունները նույն մակարդակում պահել, մինչև իրենք կհարմարվեն այդ փաստաթղթավորման ու նոր հաշվառման ռեժիմին։ Հիմա, երբ որ նայում ենք օրինակ առաջի երամսյակում, անկեղծ ասած քիչ են դիմորդները, դա խոսում է նրա մասին, որ մարդիկ ավելի շատ նախընտրում են մնալ ստվերում, քան դուրս գալ։ Հիմա ուրիշ բան ասեմ։ Ես ինքս բաց եմ եղել, թափանցիկ եմ եղել, նույնիսկ էլեկտրոնային իմ հասցեն հրապարակել եմ, ասել եմ հարգելի քաղաքացիներ, բոլորդ կարող եք գրել ինձ։ Տեսնենք ինչն է խնդիրը։ Մենք բախվել ենք մի քանի օրինակների հետ, երբ որ քաղաքացին օրինակ այդ շրջանառության հարկ վճարողը այդ հաշվեկները ներկայացնում է, երբ որ մենք այդ թվերի հիման վրա նայում ենք, թե ինչ է իրականում տեղի ունենում, շատերը ուղղակի չեն հասկանում, որ օրինակ այս նույն համակարգի պայմաններում իրենց հարկը կարող է նույնիսկ նվազել։ Իսկ բարձրացումների դեպքում էլ շատ չնչին բարձրացումներ են։ Հետևաբար խոսել նրա մասին, որ հարկերը բարձրացել են, կարծեմ տեղին չէ։ Այստեղ ուղղակի նոր փաստաթղթավորման, գույքագրման ռեժիմի հարմարվելու հարց է, որը կարծում եմ բոլորս ենք ուզում։ Մենք չենք ուզում, որ ստվերում մնան գործարքները։ Իսկ ստվերում մնալու դեպքում խոշորներն են տեղավորվում այդտեղ, մարդիկ են անդադ մնում այդ փոքր չափի գործունեության մեջ եւ իրենք հնարավորություն չեն ունենում աճելու եւ իրենց այդ ասած ներդրումը կատարելու մեր պետական բյուջեում։ Անկեղծ ասած, զբաղվողներն էին այդ դժգոհությունը հայտնել։ Դե տեսեք, մենք ներողություն 3-4 տարվա հակոստն ինչպես պետք է գույքագրենք, ինչպես են պատկերացնում, մենք դա Մենք ձևերնել ենք, նույնիսկ ձևերնել ենք մշակել, հրապարակել ենք, բոլորին ծանուցել ենք էլեկտրոնային, բոլորի հետ անհատական աշխատանք ենք տանում, բողոքներ կան, բողոքներին պատասխանում ենք, բայց ամենահետաքրքիր բանը լսեք, այդ բողոքներից հետո, երբ որ նայում ենք վիճակագրությունը, զուտ առումով շրջանառության հարկի համակարգում տնտեսվարողների քանակը աճել է։ Հետևաբար այդ խոսակցություններն էլ են ավելի շատ նորից էլի ասեմ իմ ասած տրամաբանության մեջ, որ իրանք պետք է կարողանան հարմարվել այս նոր ռեժիմին հաստատավորման։ Պարոն Հակոբյան, նախկինում այս իշխանությունները ասում էին, ներկայացուցիչները ասում էին, որ հայտնի օլիգարխները կարակ են ներմուծում զուգարանի թղթի անվան տակ։ Հիմա նման մախինացիաներ արվում են, թե չեն արվում։
կոնկրետ նմանատիպ իրավիճակի ես ինքս չեմ հանդիպել։ Իհարկե կան տնտեսվարող սուբյեկտներ, որոնք փորձում են այլ ապրանքների անվան տակ գրանցումներ անել, բայց դա էլ ունենք գործիքակազմ։ Մենք ունենք մաքսային վերահսկողության գործիքակազմեր, այդ թվում նույնիսկ եթե սահմանին ինչ-որ մի բան օրինակ չստացվի վերահսկել, որտեղ ռիսկի համակարգի աշխատում երբեմն լինում են օրինակ ավտոմատ բարձթողումներ, մենք նաև Հայաստանի ներսում հետբարձթողումային վերահսկողություն ենք անում, նման դեպքերում վերանայել ենք տալի, համապատասխան դեպքերում էլ ակտավորումներ ենք իրականացնում։ Եվ պարոն Հակոբյան, բյուջեի քննարկման ժամանակ վարչապետը հայտարարեց, որ 50%-ով մեր քաղաքացիները ավելի լավ են ապրում 2018-ի համեմատ, անձամբ ձեր կյանքը 18-ի համեմատ բարելավել է, որովհետև մինչև այդ դուք եղել եք տնտեսագիտական համալսարանում դասախոս, հետո ֆիննախ եք տեղափոխվել, ավագ մասնագետ եք եղել եւ միանգամից դարձել եք պետնախագահ։ Նա ձեզ նկատի ունի եւ ձեր նման ովքեր են, որ տենց 50%-ով իրենց կյանքը բարելավել է ձեր կարգը։ Անկեղծ ասած նորից էլի պետական եկամուտների կոմիտեի շրջանակում չէ, պարզապես քանի որ լսել եմ եւ նաեւ մենք էլ ենք հետևում այդ ցուցանիշներին, տեսեք, խոսքը միջին աշխատավարձերի համեմատության մասին էր, ինչ որ վարչապետը հնչեցրել է։ Այո, երբ որ նայում ենք միջին աշխատավարձերին, աճեր կան, այսինքն միջին քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում բարելավել է իր կյանքը, եթե գնահատել օրինակ այդ անվանականից հանում ենք, այդ չափով բարելավում կա։ Դա դեռևս չի նշանակում որ բոլորի մոտ համաչափ է։ Դա ուղղակի ընդհանուր տենդենսն է այդպեսին։ Ու իրականում այո, բարեկեցության այդ առումով միջինում բարելավում կա։ Գնաճը ինչքան եք հանում կներեք։ Հիմա չափը ճիշտ ասած չափը չեմ հիշում։ 7-4%, մրգերը թանկացել են 13-4%, բանջարեղենը 29%։ Մի քանի տարվա մասին է խոսքը։ Հիմա մի քանի տարվա մասին է։ Այդ ինչ որ հնչեցել է վարչապետը գները հանած նաև հնչեցել է թե ինչքան է բարելավում միջին քաղաքացու կյանքը։ Պարոն Հակոբ, հարցնես։ Եթե գնաճ կա սննդի առաջնային սննդի շուկայում օրինակ միջին որակի ձեթը թանկացել է 120-ից 150 դրամով եւ դա Հայաստանի քաղաքացիների համար լրջագույն խնդիր է ավել վճարել։ Դուք ինչպես եք տեսնում այս խնդրի լուծումը ինչպես։ Ճիշտ ասած դա պետական եկամուտների կոմիտեի աշխատանքի տիրույթում չէ, կարծում եմ ավելի ճիշտ կլինի այդ հարցը ուղղեք գնաճի հետ աշխատող կառույցին, որը կենտրոնական բանկն է։ Պարոն Հակոբյան, Հայաստանը Ադրբեջանի հետ ապաշրջափակման հարցով բանակցություններ է վարում, տարբեր առաջարկներ է ուղարկում ադրբեջանական կողմին, այդ մասին վարչապետն է հայտարարում, որ առաջարկները տարբերաբար առաջարկում են։ Հիմա ես ուզում եմ ձեզ հարցնել, քանի որ այստեղ շատ քննարկումներ, ինչ որ խնդիրների մասին բարձրաձայնումներ կան, ուզում եմ հասկանալ Հայաստանը այն ռեժիմը, որ առաջարկում է Ադրբեջանի, նախ ձեր կառույցը վստահաբար այս քննարկումներում կամ այս առաջարկների նաև որպես մարմին, որը հետո խնդրին առնչվելու է, տեղյակ է, ինչ կոնկրետ մեխանիզմ է առաջարկվում Ադրբեջանին իրենց տարածքից Հայաստանով իրենց մյուս տարածք անցնելու համար։ Խոսքը այստեղ հենց գնացքների մասին է, որովհետև այս փուլում հենց գնացքների մասով են առաջարկները, այսինքն երկաթգծի շահագործման մասին է։ Ճիշտ ասած այն ինչը հրապարակման ենթակա է, կարծում եմ եւ վարչապետը եւ աշտանքային խմբի ղեկավար համապատասխան փոխվարչապետը հրապարակում է։ Ես ընդհանրապես տարբեր առիթներով եղել է դրա մասին խոսել ենք, այդ թվում նաև բարբերաբար ինձ հարց են տալիս Թուրքիայի սահմանի բացման հետ կապված։ Մենք մեր խնդիրը մաքսային վերահսկողությունը կազմակերպելն է ցանկացած սցենարի դեպքում։ Այդտեղ խոսում ենք օրինակ ապաշրջափակման մասին, սահմանների բացման մասին, ուղղակի պետք է այդ սցենարներին պատրաստ լինել։ Հիմա ես հստակ ասել եմ, որ մենք սցենարներին պատրաստ ենք այն առումով, որ ունենք օրինակ նույն մարգարեի կետը ունենք համապատասխան սարքավորումներ եւ գործիքներ, որոնք հնարավորություն կտան ցանկացած սցենարի ադապտացվել եւ մեր մաքսային վերահսկողությունը իրականացնել։ Սրա մասին է խոսքը, էլի։ Հիմա եթե խոսքը կոնկրետ հայ-ադրբեջանական այդ երկաթգծի շահագործման մասինն է, եթե այստեղ օրինակ կողմերը հասնեն քաղաքական համաձայնության եւ արդեն երկաթգիծը գործի, մաքսային վերահսկողության հնարավորություն ՊԿ ունենալու է, այսինքն այդ գնացքները, որոնք անցնելու են Հայաստանի տարածքով, ամբողջությամբ այդ բեռների մասին, պարունակության մասին ինֆորմացիան դուք ունենալու եք եւ խնդրի դեպքում ունենալու եք նաեւ լծակ այն ստուգելու։ Այսինքն այդտեղ ոչ իհարկե, տեսեք, ցանկացած հարց, որ քննարկվում է եւ խոսվում ենք Հայաստանի սահմանի հատման մասին, այո, այդտեղ կա մաքսային վերահսկողության հարց եւ միշտ մաքսային վերահսկողության հարցը լինում է օրակարգային հարցերից մեկը, թե ինչպես է կազմակերպվելու։ Այդ տեսանկյունից
ես ասացի, սցենարներին պատրաստ ենք, իսկ կոնկրետ այդ խոսակցությանը ես տեղակ չեմ։ Իսկ այդ դեպքում, երբ որ քաղաքական պաշտոնյաների պատասխանատուների կողմից խոսվում է դյուրացված անցում կազմակերպելու պատրաստակամության մասին, այստեղ ինչ է առաջարկվում Ադրբեջանին, որ օրինակ չի առաջարկվում մյուս անցումների դեպքում։ Ինչով է տարբերվելու սա։ Այդ դյուրացումը ինչ է նշանակում, կբացատրեք։ Ես նշեցի, տեսեք, կան տարբեր քննարկումներ, որոնց արդյունքները ինստիտուցիոնալ ձևով հրապարակվում են համապատասխան աշխատանքային խմբի ղեկավարության կողմից։ Երբ որ նման հրապարակումներ կլինեն, կլսեք։ Իսկ դյուրացում ասելով, եթե ընդհանրապես, տեսեք, եթե որպես որն է դրա պրակտիկան, հիմա էլ մենք կյանքում ունենք, ասենք մենք մեր կյանքում ունենք ռիսկերի համակարգ, որտեղ ավտոմատ կերպով ինչ որ ցուցիչներ ուսումնասիրելով մեր համակարգը ինչ որ ապրանքներ ուղարկում է կանաչ ուղի, ինչ որ ապրանքներ դեղին ուղի, ինչ որ ապրանքներ կարմիր ուղի։ Դրանք օրինակ կանաչ ուղի գնալը նշանակում է, որ առանց որևէ խնդրի կարող է անցնել սահմանը, որովհետև հայտարարագիրը նախորդ դրացվել է, որևէ ռիսկ չկա տվյալ ապրանքի հետ եւ ինքը սահմանը անցնում է։ Կամ օրինակ ավտոմատ բարձող նման համակարգ ունենք, արդեն պիլոտավորեցինք, որտեղ էլի այդ ցուցիչների ուսումնասիրության արդյունքում ներմուծումը ավտոմատ բաց է թողնվում սահմանին, որտեղ մենք տեղեկատվություն ունենք, որ ինքը ռիսկային չէ։ Այո։ Այսինքն չի լինում այնպես, որ օրինակ մենք չգիտենք ինչ է անցնում սահմանին եւ ավտոմատ բաց ենք թողում։ Այսինքն այդ մեխանիզմները վաղուց կան։ Հիմա եթե օրինակ խոսքը կոնկրետ Ադրբեջանի դեպքում է, երբ դուք տեսնեք այն բեռը, որ անցնելու է, տեսնեք խնդիր, դուք հանգիստ կկարողանաք այդ բեռը ստուգել եւ թույլ տալ կամ թույլ չտալ։ Իհարկե, այսինքն մենք մեր վերահսկողությունը, մեր իրավասությունների շրջանակներում մաքսիմալ վերահսկողությունը անելու ենք այնպես, ինչպես անում ենք հիմա ցանկացած սահմանի դեպքում։ Հիմա այդ ռեժիմը մենք ում հետ ունենք, այդ ասած որ հայտարարագրերը մեր բոլոր բաց սահմանների հետ, Իրան, Վրաստան։ Բայց այդ դեպքում ինչն է, որ մենք ինչ ենք առաջարկում Ադրբեջանին, որ օրինակ մյուս Դրա մասին ասացի, իմ տիրույթում չէ, դա արդեն ավելի շատ թե ինչ սցենար կքննարկվի եւ կհայտարարվի դրա մասին։ Թույլ տվեք Հակոբյան ուզում եք հարցել Վերջի հարցը ու գնանք։ Վրաստանում տեղի ունեցող արդյոք ձեր կարգավորման տիրույթում է թե ոչ բեռների արտահանման հետ կապված եւ ինչպես պետք է այդ խնդիրը լուծվի, որովհետեւ նաեւ դա ինչ որ առումով հարկային մուտքերի հետ կապված է խնդիր տալու շատ գործարաններ հիմա աշխատողներին ուղարկել են տուն, արտադրությունը դադարեցրել են, այդ հասկացաք ինչ եմ ասում։ Լավ նորություններ կան, որովհետեւ արդեն բեռները տեղաշարժվում են դեպի Ռուսաստան, արդեն վերջին օրերին սկսել է այդ process-ը, ոչ թե ինքը բազմակողմանի հարց է։ Այսինքն երբ որ մաքսային սահմանով անցնում է, ինչ որ տերմինալով վերահսկողություն են իրականացնում եւ եթե ինչ որ ապրանքի մեջ փորձակնություն անելու կարիք կա, հիմա փորձակնության մասին է, այսինքն Վրաստանի մեր գործընկերները փորձակնություն են իրականացնում եւ այդ փորձակնության արդյունքներով հասկանում են ինչ անեն, բայց լավ նորությունը նա է, որ արդեն հոսք կա։ Այսինքն ինքը ոչ թե Պեկի տիրույթի հարց է որպես այդպեսին, այլ Պեկին առնչվում է այնքանով, որ ինքը սահմաններ է հատում եւ մաքսային վերահսկողության շրջանակներով է անցնում։ Բայց եթե Վրաստանի տարածքում չի իրացվելու օրինակ այդ կոնյակը, ինչ կարիք կա ուսումնասիրել։ Ընդհանրապես տեսեք, սովորաբար տարանցիկ ռեժիմների դեպքում համեմատաբար մեղմ են լինում։ Ժամանակ առ ժամանակ տվյալ երկիրը իր հայեցողությամբ որոշում է ինչ որ փորձակնություններ անել, հիմա այս պահին այդ իրավիճակում ենք։